պարոն Ծառուկյան, Աղուշի մարզ։ Ես երկու հարց կտամ, էլի, եթե կարելի է։ Երկուսն է, բայց կարևոր է։ Մենակ ինձ համար չէ, որ երբ են կրտնելու Ալիևի մարզպետից, բոլոր ժողովուրդին կրկրեցի և դեմ բանեց։ Մեկը Ղարաբաղից, այդ առաջին է պրզան, երկրորդ հարցս։ Ես Արցախից եմ։ Իմ երկու երեխեքս Պողոզի դպրոցումը, Պավոշի դպրոցումը, գերազանցիկ են։ Իմի առաջին տարին մեծ աղջիկս գնացել է, ութորվել է որպես Արցախից եկած։ Երկրորդ կուրսը ասում է, որ պիտի քննություն տա, էտորն է կայնում ասում, ոսկի պիտի վճարես, որ կարես, անցնես։ Իմի մենակ իմ երեխենք է, տենց երեխեք շատ կան, ես գիտեմ, որ շատերին օգնել է։ Ես վստահ եմ, որ էլի ավելի շատ կան ես։ Եվ ես ուրախ եմ, որ ընտրվես դու։ Ուրեմն առաջացի պատասխանել, հարգելի սիրելի ժողովուրդ, ձեր հետ խոսում շատ անկեղծ, այս երկար ժամանակները, երբ Ալիևի հաղորդումներ են հայրում, ես շատ պատմություն, որ ես հայ եմ։ Նա երբեք հարգալից, որ ասենք կասի պատերազմային արվան պետություններ ենք, ժողովրդան պրիմացիոն է եղել, հիմա մենք պայմանավորել ենք, ինչ եղել է, մենք ենք գործել, դուք եք գործել, մենք պետք է իրար հետ զարգացնենք, ցանկացած մարդ իրեն հանգիստ կզգա։ Բայց այսօր առհամարական, ասելով արև մտան Ադրբեջան, եղբայր Ադրբեջանը քոչվոր ցեղեր են եղել, 100 տարի որնակ պետություն ունեն, մերը հազարավոր պատմություն, հազարավոր տարիների, ոնց ասենք մենք խոսալը, որ պետք է գա 300,000, ասենք թե մեր հայրենակիցները տները դռները փակած եկել են, ունեցվածքը մեջը, այդ մասին խոսք չկա, որ իրանք պետք է գնան, իրանց տները ապահով երաշխավորած ապրեն։ Մյուսը խաղաղությունը կա, բայց ասենք թե մեր զինվորները, գեներալները, նախագահները այսօր գերի կարգավիճակում, դա մեծ ամոթ է, ես նորից եմ ասում։ Դրա համար ամենակարևորը ես որ ասեցի, հարկավոր է երաշխավորած խաղաղություն։ Ձայնը տվեք, անպայման կտեսնեք, ոնց է լինում։ Եվ հիմնական նրա մատաղախությունը, որ ամեն ինչ ավելի արագացնում է, որ հանկարծ ոչ մի բան չփոխվի, որտեղ զգալով որ բան փոխվեց, էլի նպատակներին ինքը չի հասնելու։ Ասում է Երևան Էլիվան, հետո որ որոշել է Բաքվում, Երևանում, Հայաստանում, դա չի կարող լինի։ Իսկ որտեղը մենք ժամանակ ենք կորցնում, հարկավոր է լիարժեք, որոշում, ժողովուրդն է որոշում, ցանկություն եւ ամեն ինչը լավ է լինելու։ Ես նորից եմ ասում, սպասեք լավ հաջողությունների, անպայման լավ փոփոխությունների, որ լավ լինելու։ Ես միջև դա ասեցի, որ մեր ծրագրի մեջ կա, հիմնական ուսումը պետք է անվճար լինի, որպես ծնողը գիշերը չի քնում, ոչ ես կարող վճարես, որ երեխան սովորի։ Ես դրա համար ասում եմ ծնողը, որ չկարողանա երեխու ուսման վճարը վճարի, իր կյանքից 5 տարի կպակասի, հիվանդություն ձեռք կբերի, որ ինքը վիճակի չի իր երեխային կրթության տալու։ Իմ ասածը սա է, գիտեմ, հնարավորություն տվեք, պահանջեք, ամեն ինչ ճիշտ անմիջապես կլինի։